փորձում են կապել։ Հայթաղի դպրոցի տնօրենին ընդդեմ մի քանի օր առաջ ազատել։ Հիմա այս ինչքան դեպքերն ասեն, դուք ասել եք այս 2-ն է, 3-ն է, 4-ն է, 5-ը։ Դեպքերը քաղաքական դրդապատճառով միայն քաղաքական։ Հայթաղի դպրոցի տնօրենին 50 տարվա մանկավարժին, 50 տարվա աշխատանքային փորձ ունեցող մարդուն ուղղակի բուկլետ վերցնելու համար քարոզարշավի ընթացքում մարդին գործից ազատել։ Հենց այդպես է եղել է, որ բուկլետ վերցնելու համար ազատման դիմում։ Ոնց եք պատկերացնում, դրեն ասել բան, տպեն ասեն բարև ձեզ բուկլետ բանի համար, ոչ, քաղաքական process-ը ասեն այլևս դուք չեք աշխատում, դիմում դրեք գնացեք։ Այդ մարդին ես չեմ կարող իրենցից հարցրել։ Այդ մարդը կա, խնդրում եմ իրան հարցրեք եւ հարցրեք այսօրվա իշխանությունների, մարզային իշխանություններին, ինչի համար է այդ մարդը ազատվել աշխատանքից։ Խնդրում եմ իրեն հարցրել։ Անպայման։ Պարոն Խաչատրյան, ձեր հարցազրույցից էլի դրվագ մեջ բերեմ, ասեք, որ իշխանական թիմի ներկայացուցիչները իմանալով, որ Արցախից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները ընտրություններում իրենք ձայն չեն տալու, այցելում են նրանց տներ, բնակարաններ եւ ասում են, որ իրենք ընտրելու իրավունք չունեն։ Ճիշտ եմ ասում։ Իհարկե են այցելում։ Հիմա փաստերը ոնց ենք ձեզ ներկայացնում, բոլորով գնանք այդ ընտանիքներ։ Իհարկե ունենք մարդիկ քարոզարշավի ընթացքում այդ ամենը մեզ ասում են, շատ զարմացած, ասում են ինչի մենք ընտրելու իրավունք ունենք, ասում ենք իհարկե ունենք, տեսնում ենք, ճշտում ենք ինչքան ժամանակ իրենք փաստացի գրանցում ունեն այստեղ, բարձրացնում են մարդիկ ընտրելու իրավունք ունեն, ասում ենք ձեզով ասես, մեր վարչական շրջանի ղեկավարը, գյուղապետարանի աշխատողը։ Օրինակ ես վստահեցնում եմ ձեզ, քարոզարշավի ընթացքում, երբ որ քաղաքացիական պայմանագրի թեկնածուին են մոտեցել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, հարցրել են, արդյոք իրենք ունեն ընտրելու իրավունք, թեկնածուն ասել է անշուշտ ունեն, եւ հորդորել է ընտրությունների ժամանակ լինել շատ ակտիվ, գնալ եւ իրենց քվեն տալ այն թեկնածուին, ում որ նախընտրում են։ Դուք չեք կարող ինձ մի բան վստահեցնել, դուք ինձ չեք կարող վստահեցնել մի բան, որ ես ինքս հստակ գիտեմ ինչպես է։ Ինչ չեք կարող հակառակը փորձել։ Հա, էլի, չեք կարող։ Դե ասում եք ես ձեզ վստահեցնեմ, ասում դուք ինչ չեք կարող, որովհետև ես գիտեմ ճիշտ հակառակը։ Ու ես հաստատ ճիշտ գիտեմ, դեպքերը 1-ը չեն, 2-ը չեն, 3-ը չեն։ Պարոն Խաչատրյան, մի նպատակ ունի, կներեք, մի նպատակ ունի, իրեն գիտեն, որ արցախցիները իրենց ձայն չեն տալու։ Ձայն կտան բոլորին, բացի ՔՊ-ից։ Որտեղից ձեզ մոտ այդ համոզմունքը։ Որովհետև ամբողջ Արցախը հանձնել են թուրքերին, մարդկանց արել են տնավեր, մարդկանց տներից զրկել են, ապրուստից, մարդու տարիների ստեղծած ամեն ինչ։ Այդ դրա համար իրենց ձայն չեն տալու, երբեք չեն տալու։ Էջմիածին մոտ գործելու ողջ ճանապարհին ցուցանակները ամբողջությամբ իշխող կուսակցության ներկայացուցիչ ցուցանակներն էին։ Այդ մասով ինչ կասեք։ Ինչպես է ստացվել, որ ամբողջ ցուցանակները իրենց։ Դուք այդ հարցը տվել եք քաղաքացիական պայմանների ներկայացուցիչներին։ Ոնց է ստացվում, որ ամբողջ ցուցանակները միայն ձեր պլակատներն են։ Հա, խնդրում եմ այդ հարցը անպայման կտակ, էլի, այսօր մասնակցելու եք իրենց քարոզարշավին։ Խնդրում եմ այդ հարցը տվեք, մենք մեր շտաբով հետևողական լինենք, բայց այդ պատասխանը շատ կարևոր է, էլի։ Եվ մեկ էլ ասեք, որ ձեզ դիմում են գրում։ Ըստ ընտրական օրենսգրքի պարտավոր է գովազդային ընկերությունը, ում դուք տվել եք, որ վարձակալի տվյալ տարածքները պարտավոր է բոլոր տեխնացուների համար ապահովի հավասարային պայմաններ։ Ինչու ապահովված չէ։ Ինչու չեք տալիս են գովազդային ընկերության տվյալները, որ մենք էլ բոլոր կուսակցություններն էլ միայն մենք չէ, մնացած 7-ն էլ կապվեն եւ փորձեն իրենք էլ իրենց հասանելիք տեղը պլակատների համար, պաստառների համար վերցնել։ Այս հարցը խնդրում եմ անպայման տվեք, ինձ հետաքրքիր է։ Դե արդեն ասեցի, իրենք քաղաքապետարանի ինչ որ գովազդային ընկերության տվել են վարձավճարով, ստացվել անենց, որ մենակտեղ իրանց պլակատներն են։ Մենք, ես գիտեմ նաև ընդդիմադիր էլի տեխնացուների շտաբեր, դիմել են համայնքապետարան, դիմել են տարածքային ընտրական հանձնաժողովին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ասում ենք տվեք այդ տվյալները, որպեսզի մենք էլ կապվենք այդ գովազդային ընկերության հետ եւ հավասարության սկզբունքը պահենք, որը ամրագրված է ընտրական օրենսգրքում։ Ոչ մի կերպ չեն կարողանում գտնել դա որ ընկերության մասին է խոսքը, որպեսզի կապվենք։ Դրա համար վերածվել է ամբողջ ճանապարհը հյուսիսային Կորեայի եւ ասեմ տխրություն իրենց ամբողջապես հակառակ էֆեկտ տալիս։ Մարդկանց շատ ավելի բարկացնում է այդ ամեն ինչը։ Կամ քաղաքապետարանը, նախկինում համայնքապետարանը միշտ տարածքային ընտրական հանձնաժողովին հատկացնում էր անվճար մինչև 5 քառակուսի պաստառների համար տեղեր բազմաբնակարան շենքերի վրա։ Ինչի՞ այս անգամ չի հատկացրել։ Ինչի համար չեն հատկացրել, ուզում հասկանամ։ Դու կարող ես 21 թվի ընտրություններն նայել, դրանից առաջ բոլոր ընտրությունները։ Այդ թվում համապետական։
Ինչի համար չեն հատկացրել։ Հետամոտ եղել եք այդ հարցի պատասխանը ստանալու։ Չէ, դե քանի որ դուք ամբողջ օրը քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը, ես խնդրում եմ իրենց հարցնել։ Չէ, բայց դուք շահագրգիռ կողմ եք։ Առաջինը դուք պետք է նախանձախնդրություն։ Դե ասում են համայնքապետարանի ֆունկցիան է դա, չենք ներկայացրել, որպեսզի անվճար տեղեր չտրամադրենք։ Հետո ստացվեց, որ քարոզարշավի մի օր առաջ կամ քարոզարշավի օրն է լավ չեմ հիշում, իրենք ամբողջ բազմաբնական շենքերը ասեն զարդարել են իրենց ոնց փակցրեցին, նույն ձև եկան այդ վիշկաները բարձրացրեցին ու հանեցին։ Իսկ պարոն Խաչատրյան, այս ընթացքում ինչ խախտումներ եք նկատել։ Բազմաթիվ խախտումներ կան, վարչական ռեսուրսի խայտառակ չարաշահում, մարդկանց հանդեպ բռնաճնշումներ։ Մենք մեր թիմի շատ անդամների, նույնիսկ ինձ հարազատ մարդկանց բարեկամ, ես չեմ թողում մեր գրասենյակների մոտ գա ընդհանրապես, որովհետև անմիջապես հաջորդ վայրկյանին ամբողջ պետական համակարգը, պետական ապարատը իր բիրտ ուժով հարձակվում է այդ մարդկանց վրա։ Ինչպես այդ հարձակումը տեղի ունենում, պարոն Խաչատրյան։ Հարկայինի միջուկ չգիտեք ոնց ա լինում։ Ես գիտեմ օրինակ նախկին իշխանության օրոք ինչպես էր տեղի ունենում հարձակումը։ Հիմա Քոչարյանի, Սերժ այ հիմա բազմապատկեք 10-ով։ Այդ ինչ գիտեք։ Արդեն ընդունում եք, որ Լսեք, դուք ինչ լսել եք այդ ժամանակ։ Բազմապատկեք 10-ով։ Լսում եմ ձեզ։ Պարոն Խաչատրյան, նշեցիք, որ բազմաթիվ խախտումներ նկատել եք, մի քանիսն էլ նշեցիք ընդհանուր, իսկ ընդհանուր իրավիճակը ինչպիսին է, քարոզարշավները ինչպես են ընթանում։ Նորմալ, մենք մեր քարոզարշավը բնականon ունով տանում ենք առաջ, շփվում բնակիչների հետ, ժողովրդի հետ, ասում խնդիրները մենք ինքներս ներկայացնում, հորդորում, որ անպայման մասնակցեն ընտրություններին եւ յուրախություն մեզ բոլորն էլ պատրաստակամություն հայտնում են, գիտակցում, որ շատ կարեւոր է իրենց մեկ ձայնը Աղաշապատ համայնքի ապագայի հետ կապված։ Իսկ ինչպես են վերաբերվում քաղաքացիները, օրինակ իշխող կուսակցության կողմից, այսպես ասած, կարգալույց քահանայի ապատարակին մասնակցությանը։ Մենք ժողովրդի հետ շփվելով կարող եմ ասել եւ մեր շրջապատում, որ շատ վատ վերաբերվում։ Շատ վատ են վերաբերվում, որովհետև կարգալույց եղած քահանան իրավունք չունի պատարակ մատուցելու, իսկ մենք մասնակցում ենք ընդհանրապես Կիրակի օրերը, մասնակցում ենք իրական պատարակների, ոչ թե ֆեյք պատարակների, որտեղ ատամնաբուժը, չգիտեմ, որտեղ նակոլկաներով մարդիկ խորանի վրա պատարակ են մատուցում։ Անհասկանալի մի process։ Այստեղ շատ կարևոր ուրիշ բան կա, երբ ամենահայոց կաթողիկոսը տվյալ քահանային ձեռնադրել է որպես քահանա, այդ ժամանակ իրենց պատկերացումով կաթողիկոս էր, երբ Մայրաթորի կարգապահական կոմիտեն կարգալույցանում այլևս կաթողիկոս չէ։ Իրենք ուզում են ուղղակի եկեղեցին բռնազավթեն, իրենց պայքարը ինչ որ հոգևորականների դեմ չէ, իրենց պայքարը հայառաքելական եկեղեցու դեմ է։ Իրենք ուզում են բռնազավթեն, որ ՔՊ-ական իրենց խմբակցություններով կան պատարակ մատուցեն, շնորհակալություն, մենք շատ ուշանում ենք։